Ապահովագրական համակարգը կսկսի գործել 2026 թվականի հունվարի 1-ից ազգային ժողովի երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքը։ Համակարգը կներդրվի փուլ առ փուլ։ Հունվարի 1-ից առողջության ապահովագրություն կունենա 1.600.000 մարդ։ 2029 թվականին ապահովագրական փաթեթ կունենան Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներն ու ռեզիդենտները։ Առաջին փուլով հունվարի 1-ից կապահովագրվեն նախ պետության կողմից հետևյալ խմբերը մինչև 18 տարեկան 65+ տարիքի անձինք, 18-ից 65 տարեկան հաշմանդամության կարգ ունեցող եւ սոցկարգավիճակ ունեցող անձինք։ Այս խումբը կապահովագրվի 100%-ով պետության կողմից։ Եվ 201.000 դրամից ավել ստացող քաղաքացիները, ովքեր արդեն հանդիսանալու են ապահովագրավճար վճարողներ։ Առողջության համընդհանուր ապահովագրության տարեկան վճարը կազմելու է 129.600 դրամ, ամսական 10.800 դրամ։ 201.000 դրամից մինչև 500.000 դրամ ստացողների ապահովագրավճարի գերակշիռ մասը 2026 թվականին պետության կողմից փոխհատուցվելու է։ Մասնավորապես զինապահ հիմնադրամին հատկացվող 5.500 դրամից 4.500 դրամն ուղղվելու է ապահովագրության հիմնադրամին, սրան գումարվելու է սոցիալական կրեդիտի հետ վերադարձը։ Արդյունքում այս խմբի քաղաքացիներին մնալու է վճարել 300 դրամ։ 500.000-ից 1 միլիոն դրամ աշխատավարձ ստացողների համար ինչպես է հաշվարկվելու ապահովագրավճարը։ Եվ այսպես, ապահովագրավճարը ամսական կազմում է 10.800 դրամ։ 10.800 դրամից 7.500 դրամը կազմում է ձեր զինապահի խնայողությունը։ Դուք մինչև այս վճարում եք 8.500 դրամ զինապահին, շարունակելու եք 2026 թվականից վճարել 1000 դրամ։ Եվ սա այս 7.500 դրամ խնայողությունը ուղղվելու է առողջության ապահովագրությանը։ Մնացած 3.300 դրամը պահվելու է ձեր աշխատավարձից։ Բայց այս 3.300 դրամը դուք հաջորդ տարի 2027 թվականին ֆիզիկական անձանց հայտարարագրման ինստիտուտով կարողանալու եք վերադարձնել ձեր եկամտահարկից ստացվող որպես գումար։ Սոցփաթեթի այն շահառուները, որոնց աշխատավարձը 201.000 դրամ եւ ավելի է, առաջին փուլով կներառվեն ապահովագրական համակարգ։ Նրանց ապահովագրավճարը եւս կփոխհատուցվի զինապահ հիմնադրամին հատկացվող 5.500 դրամից ապահովագրության հիմնադրամին ուղղվող 4.500 դրամով, ինչպես նաեւ կարող են իրենց սոցփաթեթի գումարը ամսական 6.000 դրամը եւս ուղղել ապահովագրավճարին։ Իսկ սոցփաթեթի այն շահառուները, որոնց աշխատավարձը 200.000 դրամից պակաս է, նրանք կշարունակեն սպասարկվել սոցփաթեթի շրջանակում։ Արմետ հավելվածում այս բոլոր տեղեկատվությունը կտեղադրենք եւ քաղաքացին իր հավելվածում կկարողանա հասանելիություն ունենա փաթեթում ներառված ծառայությունների ցանկին։ Հաջորդիվ էլ, երբ որ կստանա այդ ծառայությունները, ելի արմետ համակարգում կտեսնի, որ այց է ունեցել տվյալ բժշկական կենտրոն, ինչ ծառայություն է ստացել, որքան է փոխհատուցվել բժշկական կենտրոնը այդ ծառայության համար եւ կտեսնի նաեւ իր ապահովագրական ուրեմն փաթեթի ակտիվ լինելը, իր կողմից իրականացված կամ գործատուի կողմից իրականացված վճարումները ապահովագրական։ Ապահովագրության համակարգը ներառում է հիվանդությունների, ամբուլատոր ծառայությունների, շտապօգնության, ինչպես նաև դեղերի մասով ծածկերի փոխհատուցում։ Համակարգը ներդրվում է հանրային լայն քննարկումների արդյունքում կառավարության, ազգային ժողովի, փորձագետների եւ քաղաքացիական հասարակության մասնակցությամբ։ Ազգային ժողովը առաջինից երկրորդ ընթերցմամբ առաջարկ ներկայացրեց առողջապահության նախարարությանը, որպիսի քառօրյա եւ 44-օրյա պատերազմում զոհված եւ անհետ կորած մեր զինծառայողների ծնողներին ներգրավի ապահովագրության փաթեթում եւ առողջապահության նախարարությունը դա ընդունեց։ Մյուս բարելավումը ուժ անձնակազմի վարձատրությունն է, որը լինելու է բոնուսային եղանակով եւ հավելյալ խրախուսական միջոցներով։ Ազգային ժողովի առաջարկով նաև առողջապահության նախարարությունը ամենամյա հաշվետվություն է ներկայացնելու օրենսդիր մարմնին առողջության համընդհանուր ապահովագրության վերաբերյալ։ Առողջապահությունը հիվանդաբուժության մասին չէ, այլ առողջության մասին է, որը պետք է կատարի կանխարգելիչ աշխատանքներ։ Փաթեթի շահառուները ամեն տարի պարտադիր պետք է անցնեն բուժզննում ամբուլատորիաներում եւ ԱԱՊ օղակում ըստ տարիքային։ Առողջության համընդհանուր ապահովագրությունը կբարձրացնի բուժօգնության որակը եւ հասանելիությունը, ինչպես նաեւ կնվազեցնի բնակչության ֆինանսական բեռը։
բավականաչափ թվով եւ դիմումներ եմ ստանում եւ հիվանդների հարազատներն են գալիս անձամբ խնդրելու որևէ զեղչ կատարել, որտեղ բնականաբար որոշ ծառայությունների մասով բավականին թանկ է գները եւ բազմաթիվ են դիմումները։ Իհարկե փորձում են գնահատության սահմաններում օգնել, բայց հասկանալի է, որ այդ օգնությունը կամ զեղչերի ծավալը անվերջ մեծ չի կարող լինել։ Առողջության ապահովագրության համակարգի ներդրումը էապես կփոխի իրավիճակը, էապես։ Սա բավականին լուրջ բարեփոխում է, որը նախատեսում է իրականացնել, ըստ էության արդեն իրականություն է եւ հունվարի 1-ից այն կսկսի գործել եւ քաղաքացիները վստահ եմ կարճ ժամանակում իրենց վրա կզգան դրա բարձր արդյունավետությունը։ Առողջության համընդհանուր ապահովագրության մասին մեր քաղաքացիներն արդեն լսել եւ անհամբեր սպասում են դրանից օգտվելուն։ Բոլորն էլ ուզում են, որ այդպես լինի մեր տարիքում մանավանդ ոչ նորմալ աշխատանք ունեն, ոչ նորմալ թոշակ են ստանում։ Իհարկե տեղակ է։ Որոշ խնդիրներ ունեմ, ցանկանում եմ ժամանակը գա լուծեմ։ Առողջության ապահովագրության փոխհատուցման բուժօգնություն կարելի է ստանալ թե պետական ու թե մասնավոր բուժհաստատություններում ապահովագրության վկայագրով։